Արտավանը թեև մայրուղուց մոտ 10 կիլոմետր է դուրս, բայց ժամանակ առ ժամանակ կարող է թվալ, որ աշխարհից մոլորակից է դուրս։ Եվ կամ հենց ինքն է կենտրոնը մի ուրույն աշխարհի։ Իր անպատմելի բնական գեղեցկությամբ, աղբյուրների ակունքների մոտ ապրող մարդկանցով, ուր կարճատև ուրախություններն ու անվերջանալի հոգսերը նրանք ծածկում են պատասխանի չսպասող հարցական հայացքների տակ։ Արտավանը Վայոց ձորի մարզի գյուղերից է։ Հայկական հանրագիտարանից տեղեկանում ենք, որ գյուղը մինչև 1950 թվականը կոչվել է Ջուր, իսկ 13-րդ դարում Տաթևի վանքի հարկատու գյուղերից է եղել եւ կոչվել է Աջոխք։ Գյուղի միջով հոսող գետակի վրա կա միջին դարերում կառուցված կամարակապ կամուրջ։ Հայտնի է, որ այս տարածաշրջանի գյուղերը մեկ-երկու բացառությամբ 17-րդ դարում տարհանվել բռնագաղթի են ենթարկվել, որից հետո այստեղ սկսել են ապրել օտարազգիներ եւ ապրում էին մինչև 80-ականների վերջը, մինչև Արցախյան ազատամարտը։ Արտավան գյուղի պատմությունը նույնն է մի փոքր այլ վերջաբանով, որը կապված է 1940-ական թվականների վերջին խորհրդային կենտրոնական կառավարության որոշման հետ, համաձայն որի այս տարածաշրջանում ապրող ադրբեջանցիների մի մասը տեղափոխվեց Հարևան Հանրապետություն, այդ թվում եւ Արտավանում ապրող ադրբեջանցիները։ Եվ ահա այստեղից 30-35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախաչ գյուղի բնակիչները, որոնց հողատարածքները շատ քիչ էին ջրերը նվազ, վերաբնակվեցին այստեղ, իրենց հետ բերելով եկեղեցու փոքրիկ զանգը, որ այստեղ դպրոցում մինչև այսօր էլ ազդարարում է դասասկիզբ ու դասավարտ։ Եվ 4 դարյա ընդմիջումից հետո Արտավանի առավոտները սկսեցին բացվել հայերեն բարի լույսով։ Արտավանը գտնվում է 1900 մետր բարձրության վրա, փոքրիկ լեռնային գյուղ, որի տարածքները սկիզբ են առնում Արփայի հովտից եւ ձգվում մինչև հայ-ադրբեջանական Նախիջևանյան սահմանը։ Գյուղից վերև մոտ 2000-2500 մետրի վրա, որ գտնվում են խոթարքերի եւ արոտավայրերի հիմնական մասը, հին գյուղատեղիներ կան, գերեզմանոցներ, խաչքարեր։ Ահա, ոգեղեն գեղեցկություն, խաչքարի տեսքով։ Թիկունքում 11-12-րդ դարերի եկեղեցուց պահպանված բեկորներ։ Եվս մի խաչքար, որին անգիտորեն խեղդել ենք մոմամրի մեջ։ Եկեղեցու հենց կենտրոնից բխող այս աղբյուրը սկիզբ է առնում 400-500 մետր վերևից, որ մեր նախնիները հասցրել են այստեղ կավե խողովակներով։ Ջուրը սառն է ու համեղ, եւ մինչև այսօր արդեն քանի դար, ոչ վթար, ոչ ջրի կորուստ։ Վատ չէր լինի, եթե ինչ-որ բաներ սովորեինք մեր նախնիներից։ Հրաշք, փոքրիկ հրաշք, քարտեզի վրա նշված է Ալ լիճ, իսկ ժողովուրդն անվանում է Հայելի գյուղ։ Այո, հայելի, որի մեջ երկինքը, երկնի հավքերը սիրում են իրենք իրենցով սքանչանալ, մեկ-մեկ էլ շփոթվում են, երբ արևի շողերի հետ խաղացող կարմրախայտը հիշեցնում է, որ սա իր տունն է եւ ոչ թե հայելի։ Լճից վերև լեռանգագաթին վիթխարի ժայռաբեկորներով կառուցված ամրության հետքեր կան, որ արտավանցիներին հայտնի է իբրև Զորավար Անդրանիկի բերդ։ Տեղի ընտրությունն արդեն իսկ բնորոշ է Զորավարին։ Այստեղից 18-20-ական թվականներին հնարավոր է եղել եւ հարձակվել եւ պաշտպանել երկրի հարավ տանող Սիսիանի լեռնանցքը, ինչպես նաեւ շրջակա գյուղերը։ Իջնենք գյուղ։ Իմիջայլոց գյուղ գնում գալիս են ով ինչպես կարողանում է։ Պատահական կամ սեփական մեքենայով եւ կամ ոտքով։ Ոտքով մինչև մայրուղի իջնելը հեշտ է, մի ժամ է տևում։ Բարձրանալն է դժվար, ժամ ու կես, 2 ժամ նայած եղանակին։ Դրա համար էլ հեռացողների թիվն ավելի շատ է լինում, քան վերադարձողների։ Արտավանից վերև բնակավայր չկա, լեռներ են։ Ավելի վեր Արտավանի երկինքն է, քմահաչ ու անկանխատեսելի երկինքը իր ուրուրներով ու արծիվներով, որոնք ապրում են գյուղի դիմահայաց ժայռերի մեջ,
մեկ-մեկ էլ բարեհաճում իջնել գյուղ եւ բարձրանալ իրենց հետ տանելով հավ կամ գառ, նայած ինչ է հաջողվում։ Բայց ամենակարևորը, ասում են, որ այդ արծիվներն ու ուրուրները այցելում են երեխաներին նրանց երազի մեջ եւ պատմություններ են պատմում, երկնքում լսած պատմություններ, որ հետո այդ երեխաներից գուցե եւ մեկն ու մեկը հիշի ու գնա աշխարհին պատմի այս երկնքում ծնված, բայց աշխարհին պատկանող մի պատմություն, որի միայն վերջին երկու բառերն են մեզ հայտնի՝ Եղիցի լույս։ Գյուղի ձախ կողմը ընդգծված համառությամբ ծառազուրկ լեռներ են հատուկ են թփուտներով, իսկ աջ կողմը անտառը, որի միջից ուղղաձիգ վեր մագլցող ժայռերը մանկան միամտությամբ երազել են երկինք հասնել, չեն կարողացել, ձերացել են, բայց նրանց երազանքը մասամբ իրականանում է պարսկա գիշերներով, երբ աստղերն իջնում են այս լեռների վրա։ Ասում են, այստեղ երիտասարդները, իբրև առաջին սիրո խոստովանանք, գիշերով բարձրանում են լեռները եւ սիրած աղջկա համար աստղ են բերում։ Գյուղում միշտ էլ մի առանձնակի ուշադրությամբ են հետևում եղանակի տեսությանը։ Եղանակը ինչ ասում, ասման զրևային։ Բայց մեկ է, այստեղի եղանակը տեղային կանխատեսում է պահանջում։ Եվ արտավանցիները հաճախ են երկնքին նայում, վար ու ցանքի, անասուն նարոտավայր տանելու, հատկապես խոթունձի ժամանակ, մեկ-մեկ էլ երբ շատ նեղն են եւ կամ երբ իրենց գոհությունն են ուզում հայտնել առ Աստված։ Առհասարակ արտավանցին չի սիրում անհանգստացնել ոչ նրան, ով իր հարևանությամբ է, ոչ էլ առավելևս նրան, ով վերևում է։ Ինքն է ու իր հույսը։ Երկհարկանի տիպային այս բնակարանները կառուցվել են խորհրդային կարգերը փլուզվելու վերջին տարիներին, որպեսզի հատկացվեին աճող ընտանիքներին եւ կամ նրանց, ովքեր վթարային տներում են ապրում։ Որոշված էր կառուցել 46 այսպիսի տուն, սակայն խորհրդային միության փլուզումը ստիպեց շատ ծրագրեր փոխել։ Կառուցվեց ընդամենը 15 բնակարան, որոնցից 10-ը հատկացվեց արտավանցիներին, իսկ 5-ը Նախիջևանից եւ Բաքվից բռնակախտվածներին։ Սա գյուղի կենտրոնն է։ Կենտրոնը, որովհետև այստեղ են գտնվում գյուղապետարանը, հին խանութը, երկու նոր խանութները, կենցաղի տունը եւ վերջապես ակումբը։ Անցյալ դարի 20-ական թվականներին հայ կոմունիստ նախագահի գլխավորությամբ այստեղ ապրող ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են գյուղի եկեղեցին։ Նրա սրբատաշ քարերով ակումբ են սարքել եւ դպրոց։ Եկեղեցու մնացած քարերը, որոնց վրա քանդակներ, խաչանշան կամ հենց խաչքար է եղել, հակառակ երեսով են դրել պատի մեջ, որ չերևա կամ էլ օգտագործել են իբրև ցանկապատի քար։ Այստեղ ասված, օ ժամանակներ, օ բարքեր։ Բայց դառնանք մեր ժամանակներին։ Հետաքրքիր է իմանալ, թե գյուղում վերջին անգամ երբ է ներկայացում համեր կամ որևէ միջոցառում եղել։ Եվ արտավանցին խեթ նայելով ասաց. Մեզ համերգ պետք չի։ Մեր գյուղում տարին 12 ամիս համերգ է։ Տարվա ամեն եղանակ իր համերգով է գալիս, լսողն էլ լսում է։ Իսկ ներկայացում այդ թատրոն է, չէ՞։ Բա ոնց, առանց դրա։ Ձմռանը գայլերն են գալիս, ամռանը արջը, աղբերս, ու նենց ներկայացում են տալիս, որ պատմելու չի, պիտի տեսնես։ Պատմում են, որ երբ ծիրանը հասունանում է եւ կամոթի մեջ զգացվում է մեղրի նուրբ բուրմունքը, արջը այն ընդունում է իբրև գյուղ այցելելու հրավեր։ Այնպես որ լուսաբացին, երբ գյուղում տավար ոչխարադաշտ են հանում, բանավոր լրահոսի առաջին տեղում այդ օրը քննարկվում է արջի գիշերային այցը, թե ում բակն է մտել, մեղվի քանի փեթակ է ջարդել, ում այգում է ագահի պես ծիրան կերել եւ հենց տեղում անշնորհքի մեկը իր կարիքները հոգացել։ Եվ որոշում են, որ պետք է գիշերը դրսի լույսը վար թողնել, որ արջը վախենա, որովհետև ասում են, այդ անտերը որ սովորեց, էլի է գալու։ Արտավանցիներին հասկանալ եւ ճանաչել կարելի է միայն տեսնելով նրանց ձմռան փոթորիկների մեջ, տեղատարապ անձրևների, ահարկու կայսակների, ամռան լեռնային կիզիչ արևի տակ։ Միայն այդպես, միայն այդ դեպքում դուք կզգաք, կհասկանաք արտավանցու կերպարը։ Արտավանում ապրում է 70 ընտանիք, մոտ 300 մարդ, որոնց թիվը գարնանն ավելանում է, աշնանը պակասում։ Մի քանի ընտանիք գարնանը գալիս են, մշակում իրենց բանջարանոցն ու այգին, աշնանը գնում։
Այստեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, կամ համարյա ամեն ինչ։ Կյանքի ամենատարբեր ոլորաններում ստուգված ու մեկ է դարձյալ ստուգման ենթակա հարաբերություններով ապրող մարդիկ, որովհետև մարդը փոփոխական է, բայց մի բան անփոփոխ է։ Այստեղ ապրելու հիմնական միջոցը անասնապահությունն է եւ հողագործությունը։ Քիչ ու միչ ծորեն, գարի են ցանում, տնամերձերում աճեցնում են պտուղ, բանջարեղեն, մեղու են պահում, եւ այդ ամենը հատկապես այսօր մեն ու միայն, ինչպես ասում են, մի կերպ ծայրը ծայրին հասցնելու համար։ Անկախության առաջին տարիների ազատ գործելու, սեփականատեր լինելու բնական առողջ ոգևորությունը պահպանվեց ընդամենը մի քանի տարի։ Հետո գյուղացին տեսավ, որ իր չարչարանքը անպտուղ է ու անիմաստ, որ անաստապահությամբ կամ հող մշակելով ինքը չի կարող կարգին ապրել։ Կամ ինչպես իրենք են ասում, իր մեկը երկուս չի դառնում։ Երբ կաթը ջրի գին ունի, երբ միրգ ու պտուղը կամ չի լինում բնական աղետների պատճառով, կամ էլ լինելուց նա չի կարողանում իրացնել։ Շուկան հեռու, իսկ իր հնարավորությունները սահմանափակ։ Ուրեմն կամ պետք է ստեղծել խոշոր տնտեսություն, իսկ դրա համար ֆինանսական եւ ժամանակակից տեխնիկա է պետք, էլ չենք ասում այդ ամենը տնօրինելու գիտելիքներ, կամ էլ մնում է արտադրել, ստեղծել այնքան, որով ընդամենը հնարավոր լինի մի կերպ գոյատևել։ Մի բան, որ արդեն շատերն են անում, ատամները սեղմած սրտի ցավով, որովհետև ի բնե աշխատող արարող մարդու համար կիսատ պրատ աշխատելը, մի կերպ յոլա գնալը անբնական վիճակ է։ Եվ արտավանցին հուսահատ հանգստությամբ ասաց. Ինձնից աշխատելը, մնացածը կարգավորեք, որ կյանքը կյանքի նման լինի, թե չէ տնեցիները ծիծաղում են, թե որ աշխատում ես, աշխատածդ ուր է ասում են, ես նրանց ինչ ասեմ, հա? Պարշի, որ իմ երեխան իմ հետևից չի գա, այստեղ չի մնա, իսկ այստեղից ուղիղ գծով մինչև սահման, մինչև մեր դիրքերը, 7 կիլոմետր Եվ արտավանցու մտահոգությունը միայն իր ու իր ապրուստի համար չի, որ հնարավոր լիներ լուծել մի քիչ սերմացու պարարտանոց տալով կամ թեկուս օգնել, որ տրակտոր կամ կոմբայն ձեռք բերի։ Հարկավոր է մասնագիտական համակարգված օգնություն, որ գյուղացին կարողանա բարձրանալ, ստեղծել այսօրվա չափանիշներին համապատասխան մրցունակ տնտեսություն, որ այստեղ ապրող մարդը գոհանա իր արածից, որ իր ստեղծածով կարողանա ապրել արժանապատվորեն։ Իսկ այսօր եւ արտավանցին ասաց. Հողը պարապ է մնում, վարուցանք չի արվում, դու խելոք ես անխել, բայց ես երկիր կլնի, ասում են հաշվել ենք, որ մեր վարուցանքով մենք չենք կարող ժողովուրդ պահել, բայց շարունակությունը ինչի չեն հաշվել, ներողություն, շատ ներողություն, իսկ ես հաշվել եմ, որ ուրիշները այդ ցորենը մեզ ձրիել տան, միևնույն է, մենք մեր վարուցանքը պետք է անենք, չէ որ այդ հողից ծնված բերք ու բարիքի հետ խոսք է ծնվում, միտք է ծնվում, վաղվա այս հողի տեր երեխա է մեծանում, ինչա, վերևներում այդ մասին չգիտեն, իսկ թե գիտեն, դու էլ այդպես է շարունակվելու, ուրեմն շատ վատ է, իմ խնդրանքն է պետության ուշադրությունը գյուղերի նկատմամբ, Ինչքան գյուղը ամրանա, այնքան պետությունը կամրանա։ Գյուղապետարանում ենք։ Հիմնական բնակիչները մնացողներ 248 են։ Արտագաղթը չափից շատ է եղել գյուղին, ժամանակին եղել է մինչև 500 բնակիչ։ Գյուղը կարելի ասել մոտ 50%-ով դատարկվել է։ Երիտասարդները չեն մնում գյուղում, գյուղից գնում են, որովհետև աշխատատեղ չկա, զբաղմունք չկա։ Երիտասարդներ չեն կարողանում կապել հողին, որովհետև երիտասարդությունը զբաղվելու ոչ մի բան չունի այս գյուղում։ Չես կարող այսօր երիտասարդ 18 մինչև 20-25 տարեկան երիտասարդին ասել ամբողջ օրը պետք է հող մշակես։ Կառավարության ուշադրությունը դեպի գյուղացուն լինի։ Ասում ենք, լսում ենք, ասում են դեպի գյուղացին, դեմքով դեպի գյուղացին, բայց արդյունքը ուշանում է։ Ուշանալու դեպքում էլ մարդիկ գնում են գյուղից։ Եվ արտավանցին ասաց. Հողն է մարդու պախելի, հողը չենք մշակելի, մնաց է, ոչ բարես են, ոչ ցանես են, ոչ հնդես են, հացնի ամեն ինչին հաղթահար է։ Սա գյուղի գլխավոր փողոցն է։ Այստեղ փողոցն անցնում է եկեղեցու միջով։
այն նույն եկեղեցու, որի քարերով, ինչպես ասացինք, ակումբ ու դպրոց են սարքել։ Իսկ 1890 թվականին, 820 տարի առաջ այստեղ այցելած ականավոր դաշնակցական գործիչ Հովհաննես Քաջազնունին գրել է. Եկեղեցու չափերը 14 քայլ լայնություն, 18 քայլ երկարություն, սրբատաշ քարից, 4 սրբատաշ սյուների վրա ամրացած կամարաձև առաստաղով։ Եկեղեցուց մնացել են միայն այս բեկորները, իրենք իրենց մեջ խորասուզված, որբ երեխայի խղճությամբ լուր նայում են։ Գյուղատարածքի տարբեր մասերում սփռված քանդակազարդ քարեր կան, որոնք փրկվել են պատահականորեն կամ էլ ծառայելով իբրև ցանկապատի քար։ Այս խաչքարը արդեն քանի տասնամյակ միայն ոտքեր է տեսնում։ Իսկ եկեղեցին այս խաչքարն արարող այն անանուն վարպետը հանգիստ չունի ոչ հողի տակ, ոչ երկնքում, եւ ոչինչ չի կարող ասել, որովհետեւ ոչ շուրթեր ունի, ոչ լեզու, ամեն ինչ հող է դարձել, ամեն ինչ հող է դառնում։ Անկախության 20 տարիների ընթացքում դպրոցի վերանորոգումը եղել է գյուղում արված ամենամեծ ներդրումը, բայց դրանով հպարտանալու համար պետք է անել ընդամենը մի փոքր, բայց կարևոր քայլ։ Շինարարներին խնդրել կամ պարտադրել, որ տարբերակը, որ նրանց համար ընդունելի կլինի, որpիսի նրանք այս անգամ արդեն իրենց սեփական միջոցներով վերանորոգեն դպրոցը, հատկապես կաթող տանիքը, որpիսի արտավանցի աշակերտը, ուսուցիչը, հովիվը, բանակում ծառայող զինվորը զգա, որ ինքն ապրում է օրինականություն եւ գրում։ Արտավանցի երեխաները մինչ դպրոց հաճախելը, մինչ Մեսրոպյան Այբուբենն ու բազմապատման Աղյուսակը սովորելը, նախ սովորում են տանը դրսում մեծերին օգնելու օրապահանջ դասերը, որ կարելի է որակել իբրև տեղական թեքումով նախադպրոցական կրթություն։ 5-6 տարեկանից սկսած տղա թե աղջիկ երեխա պիտի կարողանա խնամել, պահել իրենից փոքրերին, մինչ մեծերը կազատվեն գործից։ Եթե գառ ու հորդ կա, որոնց դեռ դաշտ չեն հանում, խոտ ու ջուր տալ, հետևել, որ հավ ու ճտին ուրուրները չտանեն։ Իսկ արդեն 6-7-րդ դասարանի ցանկացած երեխա ձիու վրա շատ ավելի ազատ ու անկաշկանդ է զգում իրեն, քան աշակերտական նստարանին։ Գիտի, թե իրենց որ խոթարքը, որ հանդամասում է, ովքեր են այնտեղ իրենց հարևանները, ինչ աղբյուրներ կան այդ տարածքում, պիտի կարողանա հնձած խոտը շուռ տալ, չորացնել, հավաքել։ Պատմում են, թե ինչպես մի անգամ արտավանցի մի երեխա 12-13 տարեկան ուզում է խոտի խրձերը բարձել ավանակին, չի կարողանում։ Խոտի բեռը անդադ փլվում է։ Իսկ քիչ վերևում գերանդի քաշող տղայի հայրը քրտինքը ճակատից սրբելով շպրտել է. «Բարձի է, տղա, բարձի, այդ քեզ համար XY-ը չի է, այդ էշի բեռն է, բարձի»։ Եվ տղան պիտի կարողանա, պիտի բարձի, եթե ոչ, ուրեմն հենց ոտքը բռնեց փախչելու է գյուղից։ Իսկ թե կարողացավ, ուրեմն հավանական տեխնացու է, ընտրյալ, որ պիտի մոռանա իրեն, մնա այստեղ, որպեսզի հոգ տանի աշխատանքից երբեք հանգիստ չունեցող իր ծերացած ծնողներին եւ թև տա արդեն իր զավակներին, որոնցից գուցեև մեկը կամ երկուսը մնա այստեղ, չլքի այս տարածք, որին ասում ենք մայր հայրենիք։ Վերադառնում ենք։ Արտավանը աշխարհի հետ կապող հոգսերի ու հույսերի այս ճանապարհը քայքայվել, քանդվում է, որքան էլ փորձում են հող ու քարով փոսերը ճանապարհի եզրերը լցնել, փակել չի լինում։ Ձնհալը, անձրևաջրերը քանդում, սրբում տանում են։ Իսկ մի բան պարզ է, առանց բարեկարգ ճանապարհի անիմաստ է խոսել իրական լուրջ փոփոխությունների մասին։ Երկիրը միջոցներ չունի եւ դեռ հայտնի չի երբ կկարողանա ձեռք մեկնել։ Մնում է, որ մեկն ու մեկը անհատ մի մեծագործ տանի, բայց երբ եւ ով է լինելու։ Ով կանցնի, կբարձրանա այս ճանապարհով եւ կորոշի, որ հենց ինքը սա պիտի դարձնի դեպի կատարելություն տանող ճանապարհ։ Դրանով իսկ ել ավելի բարձրացնելով եւ իր տոհմանումը։ Հետգրություն։ Արդեն երկրորդ ուսումնական տարին է, Արտավանի դպրոցը առաջին դասարանցի չունի։ Ում է կանչում ղողանջը զանգի։